Թեհրանն աջակցություն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը Բաքու կատարած այցի ժամանակ։ Սաիդ Խաթիբզադեն համոզմունք է հայտնել, որ Իրանի նախագահը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում։ Իրանցի պաշտոնյան անդրադարձել է նաեւ Իրան-Ադրբեջան գործակցությանը, նշել երկու երկրի հարաբերությունները տարածաշրջանում ամենասերտն են։ Խաթիբզադեի խոսքով Թեհրանը փորձում է վերացնել կողմերի միջև առաջացած արհեստական խոչընդոտները եւ հարաբերությունները վերադարձնել բնական անհուն։ Կրեմլից հայտնել են Վլադիմիր Պուտինի եւ Մասուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցի մասին։ Ռուսաստանի եւ Իրանի նախագահները հատուկ ուշադրություն են դարձրել առևտրային եւ ներդրումային կապերի ընդլայնմանը, տրանսպորտի եւ էներգետիկ համատեղ նախագծերի իրականացմանը։ Կարծիքներ են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի, այդ թվում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային բանակցությունների շուրջ։ Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը աջակցելու Վաշինգտոն-Թեհրան երկխոսության առաջմղմանը։ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Կրեմլի հաղորդագրության համաձայն քննարկվել են Մերձավոր Արևելքում իրավիճակը եւ երկկողմ հարաբերությունները։ Նախագահները շնորհավորանքներ են փոխանակել մայիսի 9-ի կապակցությամբ։ Ընդգծվել է երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների մասին ճշմարտությունը պաշտպանելու վճռականությունը, Կարմիր բանակի եւ խորհրդային ժողովրդի ներդրումը նացիզմի պարտության գործում, ասված է հաղորդագրության մեջ։ Քրիստոնյա դեմոկրատական եւ քրիստոնյա սոցիալական միությունների դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը քվեարկության երկրորդ փուլում ընտրվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում։ Նա ստացել է 325 ձայն, ընտրվելու համար անհրաժեշտ էր 316 ձայն։ Քվեարկության առաջին փուլը տեղի էր ունեցել այսօր կեսօրին, Մերցը բավարար ձայներ չէր ստացել կանցլեր ընտրվելու համար։ Նրան կողմ էր քվեարկել 310 պատգամավոր, դեմ 307-ը։ Գերմանական ԶԼՄ-ները գրել էին, որ Ֆրիդրիխ Մերցի օգտին հնարավոր է չէին քվեարկել իր որոշ կուսակիցներ։ Այլընտրանք Գերմանիայի համառաջակողմյան կուսակցությունը, որի հետ պահպանողականները հրաժարվել էին կոալիցիա կազմել եւ որն օրերս Գերմանիայում ճանաչվել է ծայրահեղական եւ հակասահմանադրական, կոչ է արել խորհրդարանի նոր ընտրություն անցկացնել։ Կուսակցությունը նաեւ հորդորել է Մերցին հրաժարական տալ։ Ռուսաստանում մի շարք օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը, սահմանափակվել են թռիչքները Մոսկվայում, Սամարայում, Սարատովում, Վոլգոգրադում, Կալուգայում եւ այլ բնակավայրերում։ ԶԼՄ-ները գրում են, որ պատճառն ուկրաինական անօդաչուներն են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով հոբ ուժերը 105 ԱԹՍ են խոցել, թիրախում են եղել Բրյանսկի, Վորոնեժի, Պենզայի, Կալուգայի, Բելգորոդի, Կուրսկի եւ Մոսկվայի մարզերը։ Հայտնի է, որ ռուսական ուժերն էլ հարվածել են Օդեսային եւ Խարկովին, քաղաքացիական օբյեկտներում հրդեհներ են բռնկվել, ուժացներ եւ ավերածություններ։ Ուկրաինան եւ Ռուսաստանը գերիների հերթական փոխանակումն են իրականացրել 205-ը 205-ի դիմաց բանաձևով, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Փոխանակումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահը Վոլոդիմիր Զելենսկին, խոստացել է վերադարձնել ուկրաինացի բոլոր գերիներին։ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում գրել է, որ շփումն արդյունավետ է եղել, քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմը, Սիրիայում, Գազայի հատվածում իրավիճակը եւ այլ հարցեր։ Անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ գործակցությանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմին վերջ դնելու համար, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Ռեջեփ Էրդողանն իրեն հրավիրել է Թուրքիա։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն էլ նախագահներն անդրադարձել են Վաշինգտոն-Անկարա հարաբերություններին, տարածաշրջանային եւ համաշխարհային հարցերի։ Էրդողանը հավատացրել է, որ Թուրքիան շարունակելու է քայլեր ձեռնարկել զարգացնելու Միացյալ Նահանգների հետ գործակցությունը, մասնավորապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Նա աջակցություն է հայտնել պատերազմները դադարեցնելու Թրամփի քաղաքականությանը, ինչպես նաեւ Իրանի հետ բանակցային գործընթացի մեկնարկին։ Լավ քննարկումներ են ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցով, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահի կարծիքով Կիևը պատրաստ է համաձայնության հասնել Մոսկվան եւս հաշվի առնելով նավթի գների անկումը։ Թրամփը նաեւ մեկնաբանել է մայիսի 9-ի կապակցությամբ երրորդյա հրադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը։ Կարծես դա այդքան էլ շատ չէ, բայց պետք չէ մոռանալ, թե ինչ վիճակ էր նախկինում, նշել է ԱՄՆ նախագահը։ Նա անդրադարձել է Գազայի հատվածում զարգացումներին, որտեղ ռազմական գործողությունների եւ մատակարարումների անհնարինության հետևանքով հումանիտար ճգնաժամ է ստեղծվել։ Հայտնի է սովամահության մի քանի տասնյակ դեպքի մասին։ Կօգնենք Գազայի ժողովրդին սնունդ ստանալ, Համասը խանգարում է դրան, գողանում է մատակարարվող ամեն բան, շեշտել է Թրամփը։
Իսրայելը ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանին, ցահալի տվյալով հութիներն այն օգտագործել են զենքի եւ զինյալների տեղափոխման համար։ Ըստ իսրայելական կողմի օդանավակայանն ամբողջությամբ դուրս է բերվել շարքից։ Ավիահարվածից կարճ ժամանակ առաջ Իսրայելի բանակը կոչ էր արել տեղացիներին լքել Սանայի օդանավակայանի մոտակա տարածքները։ Այնուհանդերձ հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին։ Ավելի վաղ նաեւ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա քաղաքին եւ նավահանգստին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր եւ վիրավորներ։ Ըստ իսրայելական կողմի թիրախում են եղել հութիների օբյեկտները։ Ցահալից նշել են, որ սա Անսարալա շարժման կողմից Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռակոծության պատասխանն է։ Դիանա Գասպարյան, լուրեր։